Ողջույն բոլորին, այսօր մեր պորտֆոլիոյի շարքի հերթական վիդեոն է երկրորդ թվով, շատ ողջորված եմ այս առիթով, որովհետև իսկապես պրակտիկ բան ենք անելու, վերցնելու ենք Google Analytica-ի տվյալներ, վեբկայքի հետ կապված, վերլուծելու ենք, կազմելու ենք ձագարային վերլուծություն ասվածը funnel analysis, հեսա կասեմ դա ինչ է, դա անելու ենք Jupyter Notebook-ում, վերլուծելու ենք, կազմելու ենք վիզուալիզացիաներ, այդ ամեն ինչը սարքելու ենք PDF ֆորմատով, որը ներկայանալի է արդեն որպես պորտֆոլիոյի պրոյեկտ, որը կարող եք շատ հանգիստ դնել ձեր CV-ում եւ ձեր CV-ի մեջ ներառել ամեն ինչը հղումներով, ձեր կոդով, տվյալներով եւ այլն եւ այլն։ Ինչ որ մենք կանենք այժմ, ես կդնեմ GitHub repository-ում իմ edge-ի, այդ repository-ի հղումը կդնեմ այս վիդեոյի description-ի դաշտում, կմտնեք այդ հղումով ու կգտնեք եւ notebook-ը, միգուցե ինչ որ ուղումներով Եվ նոթբուքը և տվյալները, CSV ֆայլը և PDF ֆորմատը, որը ես ձեզ վերջում ցույց կտամ։ Իսկ հիմա համառոտ կերպով ինչ է funnel analysis-ը, ինչ է ձագարային վերլուծությունը, որպեսզի դուք հասկանաք, թե ինչ ենք անում, եթե դեռ չգիտեք։ E-commerce աշխարհում, նույն ինքը shopping-ի, եւ ոչ միայն, կա funnel ասված երևույթը, որը ունի ձագարի տեսք, վառոնկայի ասվածը։ Դա այն ճանապարհն է, որով user-ը, օգտատերը անցնում է ու կատարում է կամ չի կատարում մեր ցանկալի գործողությունը։ Եթե դուք file-based եք, ձեր համար բարձր ցանկալի գործողությունը գնում կատարելն է։ Միգուցե Netflix-ն եք, բաժանորդագրվելն է։ Միգուցե Spotify-ն եք, չեմ առաջին մի ամսվա անվճարից հետո upgrade տանելն է։ Կամ միգուցե անպայման չի user-ը ինչ-որ գումար ծախսի, միգուցե դուք ինչ-որ blog եք, ով ցանկանում է ունենալ լսարան, եւ դա արվում է ընդհանրապես mail-ը գրելու եւ submit տալու միջոցով, այսինքն այդ բaragայում ցանկալի գործողությունը mail-ով գրանցվելն է։ Այսինքն հասկացանք, չէ, A կետից user-ը հասնում է մեր ցանկալի Z կետը եւ դա կոչվում է conversion, conversion։ Ուրեմն ձագարային վերլուծությունը ինչի համար է։ Ցույց է տալիս մեր user-ի պահվածքը, ցույց է տալիս որ կետերում են user-ը թողնում հեռանում, դա կոչվում է drop off point։ Եվ դա կարող է ծառայել լիքը process-ներ օպտիմիզացնելուն, որն էլ իր հերթին կբերի բիզնեսին եկամտաբերություն։ Այնպես որ այսօր անում ենք դա, կլասիկ ձագարային քայլերի հերթականությունը հետևյալն է. landing page, product page, cart, checkout եւ ասում են thank you նամակ, որ ձեր պատվերը հաստատվել է, ձեր վճարումը կատարված է եւ այլն։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մարքեթինգային ոլորտում հատկապես անչափ տարածված վերլուծության տեսակ է։ Այն տվյալները, որոնց վրա աշխատելու ենք, նույնպես բավականին մեծ տարածում ունեն։ Վերցրել եմ Google Analytica-ի վեբկայքի տվյալներ, արդեն իսկ պատրաստի։ Անցնենք առաջ։ Ուրեմն սկսենք մեր կոդը գրելը։ Մեզ պետք է pandas գրադարանը, plotly-ն ու վերջ։ Plotly-ն վիզուալիզացիաների համար է, ընթացքում արդեն կհասկանանք ինչ ենք անում։ Սա Jupyter Notebook-ն է։ Եկեք վերնագրենք մեր notebook-ը, funnel analysis։ Ու կարդանք մեր data frame-ը։ Իդեպ ամբողջ տվյալները ես ամբողջ description-ում կդնեմ GitHub-ի repository նույնպես, որպեսզի դուք կարդաք, ուսում ճիշտ եմ գրել։ Ահա։ Եկեք տեսնենք ինչ տեսք ունի մեր data frame-ը։ Տեսնում ենք ստեղ visitor ID, visit start time, URL-ը, որ edge-ում որ եղել են page title, browser, is mobile, device category, continent, country։ Այս ամեն ինչը մեզ իհարկե պետք է գալու ընթացքում։ Առաջին բանը, որ ես ստուգում եմ, արդյոք կան բացակա արժեքներ df is na sum։ Ահա, տեսնում ենք, որ ունենք բացակա արժեքներ, 3 սյան մեջ is interest, is exit եւ page title։ Շատ կարևոր է հասկանալ կոնտեքստը բացակա արժեքների, որովհետեւ կան արժեքներ, որ նորմալ է բացակա արժեքներ ունենալը, ու դա չի դիտարկվում որպես անոմալիա։ Is entrance-ը եւ is exit-ը այս բaragայում հետեւյալ նշանակություն ունեն։ Ընդհանրապես դուք օգտվում եք Facebook-ից ու մտել եք այսօր ժամը 1-ին, մտել եք notification-ների edge, չգիտեմ, այնտեղ նկար եք նայել, comment-ների դաշտ եք մտել եւ այլն։ Առաջին բանը, որ դուք արեք, notification-ները բացելն է, ու դա ձեր առաջին մուտքն է այդ session-ի մեջ եղել,
is entrance-ը դա է հենց։ Ու եթե դա եղել է ձեր առաջին բանը, որ դուք նայել եք, ապա պարզ է, որ կոմենտների դաշտը, ինչ-որ գրուպաներ, ինչ-որ մարդկանց պրոֆիլ եւ այլն դատարկ են։ Այս բարակայում նորմալ է։ Նույն տրամաբանությամբ is exit-ը, երբ որ նայել եք ինչ-որ comment ու փակել եք ծրագիրը դուրս եք եկել, վերջին edge-ը, որն եղել եք, այդ կոմենտների դաշտն է եղել ու հետաբար օրինակ նույն notification-ները դատարկ լինեն։ Այնպես որ այս բարակայում ինչ-որ բան չենք անում, ինձ ավելի հետաքրքիր է այս page title-ը, ինչի է դատարկ։ Եկեք ֆիլտրենք, տեսնենք։ Այս ինչ կոդ չի։ Markdown-ներ։ Ինձ ավելի հետաքրքիր է այս page title-ը։ Եկեք ֆիլտրենք, տեսնենք այնտեղ որտեղ ինքը դատարկ է, ինչ է կատարվում։ Is null։ Դնում ենք սյան անունը, որը ուզում ենք ստուգել։ Is null-ը ֆիլտրում եմ մենակ այս 12 տողը։ Հետաքրքիր է, ուրեմն նայած չի, որ մյուս սյուները բացակա են, մենակ ինքն է բացակա ու page title-ը, page path-ը URL-ը իր եղել է store item։ Չուխանութի հետաքրքիր է։ Բայց ես սրա շատ չեմ խորանա, որտեղ ինքը նախ մեծ էական փոփոխություն չի տա, նույնիսկ ջնջելը կամ չջնջելը։ Այս բանը թողնենք սա այսպես, տեսնենք ինչ կառուցվածք ունի մեր data frame-ը։ Ունենք 13 սյուն, համարյա 11000 տող։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, եթե հիշում եք մեր funnel-ի ուրեմն ստրուկտուրան հետևյալ կերպ էր, մենք պետք է կազմեինք landing page, չէ, հետո product page, cart, հետո checkout եւ արդեն thank you պատուհանը, բայց Google Analytics-ը չի տրամադրում այս ամեն ինչը մեզ, մենք ինքնից պետք է դա ստեղծենք հիմնվելով հղման վրա, page path սյան վրա։ Եկեք դա անենք հիմա։ Ես տեղ markdown-ով կնշեմ ենթավեռնագիր defining funnel steps։ Չէ, մի րոպե, մինչև funnel step անելը մենք պետք է մեր session-ները ստեղծենք, որովհետև 10000 տողում եկեք ստուգենք քանի unique visitor ունենք, տեսեք։ Number unique, հիշում եք, չէ՞ որ 11000 տող ունենք գրեթե։ Ահա, 2200, համարյա 2300, այսինքն այս 11000 տողի մեջ ամեն մեկը մի user չի, այսինքն ընդհանուր ունենք 2300 օգտատեր, որոնք տարբեր session-ներ են ունեցել ու մի session-ը կարող է մի քանի տող ներառել, քանի որ այդ user-ը մտել է տարբեր edge-եր մի session-ի ընթացքում։ Այսինքն մեզ պետք է այս ամեն ինչը գրուպավորել, ստեղծել session ID-ներ, ոչ թե սենց հատ-առհատ ամեն մի քայլը ունենալ, այդպիսով ավելի ճիշտ կլինի մեր funnel վերլուծությունը։ Այնպես որ եկեք նախ ստեղծենք session ID-ներ, հետո նոր անցնենք funnel-ի քայլերը ստեղծելու։ Դրա համար ես վերցնելու եմ full visitor ID-ն, start time-ը, որպեսզի մի ամբողջական session կարողանամ կազմել։ Գրում ենք df նոր սյուն ենք ստեղծում session ID անունով։ Visitor ID-ն տակի գծիկով կկապենք իրար։ Եվ visit start time-ը։ Երկուսին էլ string արժեք կտանք, որպեսզի կարողանամ միացնել։ Քանի որ թվային են, ինչպես տեսնում ենք։ Այսպիսով ունենք session-ներ, տեսնենք աշխատեց թե չէ։ Վերջում ավելացնում ավելացվածությունը, մենք ունենք արդեն session ID-ներ։ Շատ հանգիստ կարող ենք առաջ գնալ ու եկեք դասավորենք մեր սորտավորենք մեր table-ը եւս մեկ անգամ։ Sort values function-ը կարող ենք 1 սյանանուն դնել, կարող ենք 2, minimum 1։ Եթե 1 արժեք ենք դնում, ապա կարող ենք այսպես ինչ են ասած ասում։ Չարկերտների մեջ դնել անունը, եթե 2 սյունն է, ապա պետք է քառակուսի փակագծերի մեջ դնենք, ես 2 սյուն եմ ունելու։ Սորտավորել եմ session ID-ով։ Եվ
hit number-ով, hit-ը այս կոնտեքստում վեբկայքերի տվյալների մեջ գործողության համարակալված թիվն է։ Եվ տեսնենք։ Այ հիմա արդեն կարող ենք funnel step-երը ստեղծել հիմնվելով PagePad այս PagePad-ի վրա։ Քանի որ սա շատ մեծ տվյալների բազա է, հատառատ անհնար է դնել նայել, որտեղ ինչ բանալի բառեր կան, կտամ ChatGPT-ին, որպեսզի ինքը արդեն ինձ վերադարձնի ինչ-որ ֆունկցիա։ Ուրեմն ChatGPT-ին տվեց sense ֆունկցիա, միասին տենց քննարկեցինք, ես այդ պահը արագ արեցի, որպեսզի շատ ժամանակ չգնա։ Ուրեմն այս ֆունկցիան վերցնում է մեր սյան արժեքը այդ PagePad-ից, փնտրում է բանալի բառեր իր մեջ, ինքը արդեն տեսա, որ կոնկրետ այս տվյալներում ոչ թե store-ն է կամ ինչ-որ shop-ն է քարտի ցուցանիշ, այլ basket, սանդուղք։ Account-ին պետք է վերագրել payment, sign-in, your info-ն ցողները, մի խոսքով այսպեսի մի բան է առաջարկել։ Եվ նաև մտածեցինք other ստեղծել, որովհետև կան արժեքներ, որ ոչ մի քայլի մեջ չեն մտնում, դրանք նույնպես պետք է կատեգորիզացնել, միգուցե մեզ պետք կան, եւ այդ նոր սյան անունը, որին վերագրելու ենք այս ֆունկցիան, կոչվում է step type։ Եկեք տեսնենք ինչ ստացվեց։ Եկեք հաշվենք նախ value counts անենք, այս step type-ով տեսնենք ինչից քանի հատ ունենք։ Value counts-ը գիտեք հաշվում է սյան արժեքների։ Product pages կան, landing pages կան, այս նորմալ հաշվարկները ունենք։ Ու սա շատ նորմալ է, որ քանի գնում քչանում է, որովհետև ձագայի տեսքով քանի գնում մաղվում են մեր արժեքները։ Սրանից հետո եկեք արդեն խմբավորենք, այնպես որ սկսենք վերլուծել մեր տվյալները։ Արդեն մեզ պետք է ունենալ funnel-ի table, ոչ թե initial table-ը, դրա համար պետք է կրկին խմբավորում անենք։ Եկեք ստեղծենք funnel df, ուրեմն խմբավորելու ենք ըստ session ID-ների ու մեր քայլերի session ID step type իրան դարձնելու ենք list հետո այս սրանք ունենալու են դառնալու են առանձին սյուներ ու ունենալու են boolean արժեքներ true եւ false այժմ կտեսնենք ստեղծենք ցանկ այն մեր քայլերի steps list ես պարզապես տեղից copy paste կանեմ իհարկե այսպես չէ նույնիսկ այսպես սրանք կջնջեմ ամեն մի անունը ամեն մի քայլ է funnel-ի նոր սյուն կլինի վայ այսպես ճակերտների մեջ check out հասկանում եք, չէ՞ ինչ ենք անում, ստեղծում ենք այդ funnel-ի փուլերը եւ սա պետք է արդեն դառնան սյուներ քանի որ սյուն չէ սյուները մենք for loop-ով ենք անելու անցնելու է այս անուններով եւ մեր funnel div-ին df-ին ավելի ճիշտ ներեցեք funnel df-ին վերագրի նոր սյուն ըստ df type-ի տեսնենք ինչ դարձավ Այսեք list դարձած մասն է, իսկ դա արդեն առանձին սյուներ true եւ false boolean արժեքներով ունենք 2556 session ID կարող ենք սկսել մեր վերլուծությունը Այս հետաքրքիր է ինչից քանի հատ կան նախ եւ առաջ եկեք ես դեռ markdown սարքեմ գրում ենք funnel performance counts not data frame ենք ստեղծում որտեղ դնելու ենք թե քայլի անունը եւ իր քանակը session-ների արդեն user ID-ները մեզ պետք չեն ստե մեզ պետք է ընդհանրապես թիվը
Բայց իսկ ցանկանայի նաև հաշվել conversion rate-երը, որովհետև դա ավելի կարևոր մետրիկ է նման վերլուծության համար, եկեք հաշվենք conversion rate-երը, conversion rate-ը արդեն սա կգրեմ, անկինում ինչ-որ միտեղ թե ինչ է։ Այս են մեր ցանկալի տվյալները, եկեք սա վիզուալիզացնենք ու ստեղծենք մեր funnel-ը և թվերով և տոկոսներով։ Սա արդեն մեզ համար ինչ-որ հոգեհարազատ տեսք ունի, user funnel-ը conversion rate-երով, ինչ է հետաքրքիր բան ենք տեսնում ենք, որ product page-ից դեպի cart բավականին մեծ ներառություն է տեղի ունեցել, այսինքն շատ են մաղվել, բայց տարօրինակ բանկային առումով, որ cart-ից checkout ավելի շատ մարդ է գնացել, սա ինչ-որ կարող է թվալ, որ տրամաբանական չէ, որտեղ պետք է ընտրել պրոդուկտը, գցել cart-ի զամբյուղի մեջ, նոր գնալ checkout-ի, գնել վերջնական, բայց շատ հաճախ մարդիկ կարող են գալ checkout-ի փուլ, անմիջական ինչ-որ այլ հղումից, օրինակ բլոգերը իր story-ներում ինչ-որ բան է գովազդում ու լինքը դնում է, մարդը պես են գնում checkout, կամ նույն Wildberries-ում գնումներ կատարելիս տեսել եք հաճախ, որ կա buy now և add to cart, հաճախ կարող է սեղմեք buy now ու հայտնում եք այդ checkout-ում cart-ի փուլը բաց թողելով, այնպես որ սա թվացյալ անոմալիա է, բայց բավականին նորմալ է shopping-ի, e-commerce-ի ոլորտում։ Ինձ հետաքրքիր է ստուգել, թե քանի user կա, որ բաց է թողել cart-ի փուլը։ Եկեք ստուգենք։ 114 տեսեք, որպեսզի ավելի վերլուծության համար հարմար լինի, բան դնենք users who skipped the cart. Տեսանք 114 user, սա մեզ պետք կգա, քանի որ այս 114 user-ը չեն հետևում մեր տրամաբանական կլասիկ funnel-ին, եկեք ստեղծենք երկու տեսակի խմբեր, standard funnel-ի և իրանց նոր անուն դնենք fast tracked, ովքեր միանգամից թռել են checkout, և շատ կարևորում եմ ես ամեն ինչը դոկումենտացնելը, որովհետև վերջում պետք է գալու մեզ, երբ արդեն PDF-ի մեջ փորձենք այս ամեն ինչը ինի բերել։ Ուրեմն, ստեղծելու ենք նոր սյուն funnel DF-ում, skipped cart անունով, բաց են թողել cart-ը։ Այսի սա էլի կլինի boolean, տեսնենք եղավ։ Ասեք վերջում ավելացավ։ Ու ըստ սրա արդեն կստեղծենք նոր ագրեգացված data frame։ Նոր սյուն ենք ստեղծում funnel type անունով և իր անունը դնում ենք standard։ Հիմա ենք բոլորի համար կլինի standard, բայց նաև հեսա կֆիլտրենք այն տողերը, որտեղ որ այս մեր լոգիկան աշխատում է, լինի fast tracked, բայց կարող էլի ընդհանրապես սա օգտագործենք, փորձենք երկու ձև անել։ Funnel DF, որտեղ DF-ում skipped cart-ը հավասար է true, այս պայմանի ճիշտ լինելու դեպքում funnel type սյան մյուս արժեքը ստանդարտի փոխարեն լինի fast tracked, տեսնենք աշխատեց, թե չէ։ Ինչ-որ բան սխալ եմ գրել, too many indexers։ Ես պետք է սայից դուրս դնեի, block-ից դուրս։ Եկեք հաշվենք funnel type-ը, պետք է որ 114 լինի։ Հաշվենք funnel type-ը։ Տեսեք fast tracked-ը եղավ 114։ Այժմ ստեղծենք նոր ագրեգացված table, որպեսզի ավելի հեշտ լինի այդ ամեն ինչը վերլուծել և վիզուալիզացնել։ Index-ը դառնա step։ Տեսեք այս final group-ը ինչ լավ։ Perhaps you forgot comma։ Ինչ ստորագետի մասին է խոսքը։
Այս rename-ի մոտը պետք է կետիկ տնեինք ու չենք դրել։ Կայժմ սա վիզուալիզացնենք։ Վիզուալիզացիայի կոդը ես էլի արեք։ Շատ սիրուն պատկեր է։ Անպայման պետք է ստեղ նաև գրառումներ անենք, որպեսզի ավելացնենք մեր ֆայլում։ Հիշում եք, մենք ունեինք device browser config, դրանով փորձենք վերլուծել այս տվյալները։ Ուրեմն funnel performance by device type։ Սրա համար պետք է մեր funnel df-ը պետք է միացնենք նոր table-ի հետ։ Եկեք դա սորտավորենք։ Session pass-ում ենք անունը։ Մեր df-ը գրուպավորելու ենք group by session ID։ Անկեղծ ես չեմ հիշում այնտեղ կոնկրետ անունները սյուների, եկեք մատ ճշտենք, որպեսզի սխալ չանենք։ Սյուների անունները մեզ տուր։ Session ID, ուրեմն ես պետք է ստեղից browser, պետք է device category և country։ Այս ես սիրուն բան, ու այս սրա հետ արդեն միացնելու ենք մեր այս full df-ը։ Ուրեմն դնում ենք session paths, իրենց միավորող սյունը session ID-ն է, դրա համար դնում ենք անունը session ID, առանց սրա merge չի աշխատի։ Ու եւս մեկ բան ենք ավելացնելու արգումենտ how հարցին պատասխանում ենք left, սա ասեմ ինչի։ Ուրեմն տեսնում ենք, որ funnel df-ը ձախ կողմի մեր table-ն է, session path-ը առաջին աջ, ոնց պետք է որ հարմարացնենք մեր այս միավորումը մեր funnel df-ին, դրա համար քանի որ ձախ կողմը գրում ենք left, եթե ինքն էլ աջ գրենք right։ Բայց կարծում page path-ը մեզ պետք չէր այստեղ, չկա page path։ Սա այնա ինչ մեզ պետք էր։ Այժմ արդեն կարող ենք անել մեր device type-ով վերլուծությունը, արդեն full df այս նոր table-ով, նոր df-ի հիման վրա։ Հիշում եք այս սա։ Ես պարզապես սա կվերցնեմ ու reuse կանեմ, կօգտագործեմ, որովհետև նմանատիպ բան ենք ստեղծելու device funnel։ Պարզապես երկու անուն ենք փոխելու, այստեղ պետք է դնենք device category, որը մեր սյունի անունն է, ինչ է ինչի։ Device category-ն սխալ եմ գրել։ Full df road, նոր սյունը, նոր table-ը, տեսեք, ունենք մեր ցանկալի table-ը, այժմ եկեք սա վիզուալիզացնենք։ Ուրեմն տեսեք, որ մենք այստեղ text info-ում մեր գրաֆիկի կոդի մեջ դրել ենք, որ բացի արժեքից նաև ցույց տա տոկոսը, որպեսզի տեսնենք ինչ տեսք ունի տոկոսային առումով, ու դեսքթոփը պարզը դոմինանտ է, կապույտ գույնը դեսքթոփն է, կարմիրը մոբայլը եւ կանաչը տաբլետ, պլանշետն է։ Նույնիսկ կապույտը չի էլ հասել մինչև վերջ, եկեք արդեն գրի առնենք այդ ամեն ինչը, պունկտերով գրել desktop has the healthiest percent Հիմա ինձ է քրքիր է հաշվել եւս մեկ այլ մետրիկա, որը կոչվում է drop off։ Drop off-ը միասին հասկանանք։ Drop off in data analysis։ Տեսնենք Google-ը ինչ ասում դրա մասին։ Երբ են user-ները abandon անում, այսինքն լքում ինչ-որ edge-ը։ Տեսեք ինչ նկարներ կբերես է քրքիր է։ Տեսեք, եթե մեր funnel-ը այս տեսքն ունի, սկսել են landing page-ից, եկել են ստեղ, հետո ստեղից դուրս են եկել, ուրեմն իրենք դուրս են եկել, դատեն քարտից, քարտի փուլից դուրս են եկել, ու դա կոչվում է drop-off։ Այսինքն drop-off-ը այն է, որ կետում user-ը դուրս է եկել մեր այս ճանապարհից։ Ու դա հաշվելը շատ կարևոր է, քանի որ օգնում է գտնել թույլ կետերը ու ուրախացնել դրանք, որպեսզի լքված user-ների քան մեկը քչանա։ Drop off points by device
type, որտեղ քշենք մենք device-ների մեջ ենք։ Ուրեմն, եկեք հաշվենք drop-off-ները ըստ device-ի։ Ես կրկին դիմեցի ChatGPT-ին, որպեսզի հաշվի ֆունկցիա տա drop-off-ները հաշվելու։ Ինչի՞ չէ։ Մենք կարող ենք արագացնել process-ը։ Հիմա եկեք այս ֆունկցիան calculate drop-offs-ը աշխատեցնենք։ For device in desktop mobile panel-ի նոր ասենք դրանք device սա պետք է ֆորմատ օգտագործենք drop-off rate տեսնեք ստեղ ինչ հավելանալու է սա functions մեծ table մեզ տվեց որը որ մեզ պետք չի ինտեգրի մենակ rate-երը եկեք ֆիլտրենք միայն rate-երը ինձ շատ լավ տեսեք ինչ պատկեր է ուրեմն mobile-ը շատ տխուր վիճակում է ես ոնց հասկանում եմ մեր առաջնային խորհուրդը այս վերլուծության արդյունքում նրա որ կազմակերպությունն է որպես մենք մասնագետ չէ ուշադրություն դարձնի mobile-ի վրա mobile specific test-եր անեն mobile-ում UX UI ինչ-որ էքսպերիմենտներ են որտեղ նորմալ չի 85% հետո սենց անկում ապրել է եկեք գրենք մեր խորհուրդները ձեզ թվում է կհիշեք բայց դա չեք հիշի եկեք գրենք որ 3 տեսակի կա desktop mobile tablet գրում ենք որ բոլոր device-երն ունեն ահա որ մեծ drop-off rate բոլոր քայլերի համար բայց դեպն է գրենք որպեսզի տեսեք Cart is checkout, բոլորի մոտ ինչ-որ խնդիր կա, suggestions, mobile specific testing, անցնենք առաջ և եկեք հասկանանք drop-off point-երը ըստ browser-ի, նմանատիպ նույն բանն ենք անելու, պարզապես browser սյան հիման վրա, հիշում եք չէ, սյան նույն բանն է, որը ես վերա օգտագործեցի, երորդ անգամ ենք արդեն օգտագործում, ուրեմն տեսեք ժողովուրդ, ինչքան տարբեր browser-ներ կան, 15 browser ունենք, բայց ես մեկ ստական browser-ներ, որոնք որ շատ քիչ ինչ-որ ինֆորմացիաներ ունենք ես կոկը չգիտեմ, էլ առաջ անգամ ես մսենց browser-ի մասին մեկ արժեք իրը։ Մեզ սա ինֆորմացիա չի տալիս, կարելի է իրանց դնել ինչ-որ առանձին կատեգորիա ստեղծել other on-ով ու իրանց դրա մեջ ես փոքր browser-ները, ընդ որում ես Android browser, Android web view-ն նույնպես կարելի է դնել մի հատի մեջ, անեք Android-ի անվան տակ, գրում ենք սենց մի բան, browser funnel-ի, այս երկու անները վերցնելու ենք, Android web view-ն էլ, տեսեք ինչ լավ բան ենք անում, ու տենց նաև մյուս դեպքերի համար, տեսեք ինչ ստացվեց, հիմա սա պետք է 13 ցույց տա, տեսեք, 13 landing page-ում, որտեղ իմաստ չունի մեր վերլուծությունը մեր վիզուալիզացիան ավելի մաքուր ակուրատնի տեսք ունենա, եթե մենք նման բաները մաքրենք, սա արդեն data cleaning, data organization ինչ-որ մաս է, որը իհարկե անպակաս է։ Ասեք, որ ավելի լավ տեսք ունի սենց։ Ու ես առաջարկում նաև կիսել մեր browser-ի տվյալները, այս table-ը երկու մասի, high և low ծավալ ունեցող browser-ների, որովհետև տեսեք Chrome-ը ինչքան host ունի, իսկ Edge-ը օրինակ շատ քիչ է։ Եկեք բաժանենք սենց 50-ից ավել landing page-ում 50-ից ավել host ունեցող browser-ները դիտարկենք որպես high volume ունեցող և 50-ից ցածերը low volume ու նման համատություն անենք, ինձ թվում ավելի ճիշտ կլինի։ Բայց մինչև դա անելը ես կցանկանայի drop-off rate-երն նայել իրենց, որտեղ դա կարող է փոխի մեր որոշումը արդյոք ուզում ենք առանձնացնել թե չէ։ Ուրեմն, ասենց երկար կոդը ինձ օգնել ChatGPT-ին գրել, ստեղծում ենք drop-off steps, պետք է սրինի funnel, և funnel steps list, նույնը ստեղ։ Տեսեք ինչ լավ table-ը մեզ տվել ըստ մեր browser-ների, այստեղ արդեն կարող ենք ըստ drop-off rate-երի հասկանալ ուզում ենք fix-էլ, թե ուզում ենք դա պարունել թե չէ, ու հա ուզում ենք, որովհետև տեսնում ենք, որ օրինակ Opera-ում կա 100% drop-off rate, որ շատ վատ է, drop-off rate ինչքան բարձր է, այդքան վատ է, այսինքն 100%-ն էլ դուրս են եկել այս փուլում, ու տեսնում ենք, որ կա նաև դրան մոտ թիվ, օրինակ 80,
որը որ չես համատի Opera-ի user-ների քանակը Chrome-ի հետ, այնպես որ եկեք առանձնացնենք high եւ low volume ունեցող browser-ներին ըստ user-ների քանակի, այդպես համատություն անենք, որպեսզի ավելի արդար լինի, ուրեմն ինչ ենք անելու հիմա։ Հիմա վերցնելու ենք գրենք մի բանաձև, որտեղ ընդհանրենք վերցնում ենք 20-ից ավել user session host ունեցող browser-ները համարում ենք high, իսկ դրանից ցածրը համարում ենք փոքր, low։ Եկեք դա գրենք, որպեսզի շարունակենք մեր վերլուծությունը։ Այս մեր browser funnel-ի հիմա վրա, որ այս նոր table-ի նոր index ենք դնում, step-ը, ու այդ հաշվարկը 20-ից ավել անելու ենք landing page-ի հիմա վրա, որտեղ դա լավ ցուցանիշ է հոսքը հաշվելու։ Հավասար է df sessions-ի landing page-ը page։ Հիմա այստեղ գրում ենք այն տրամաբանությունը, որով որ աշխատելու է մեր նորաստեղծությունը։ Ուրեմն sessions-ին ըստ landing page-ի high ենք համարում այն browser-ներին, որոնք 20-ից բարձր landing page ունեն, եթե չէ, դրանց համարում ենք low։ Այս տողը դա է ասում։ Ու արդեն այս table-ին, drop-off-ին վերագրելու ենք այս տրամաբանությունը volume type, drop-off-ի browser-ին, browser սյանը, map կցել այս լոգիկան, volume անունով լոգիկան, այսը։ Հիմա տեսնենք ինչ դուրս եկավ սրանից։ Տեսնում ենք Chrome-ը high, Safari-ն high, iSense, Firefox-ը high, այ հիմա արդեն կարող ենք առաջ գնալ, ես head անեմ սա որպես ամբողջ Jupyter Notebook-ը չփակի, ու եկեք արդեն վիզուալիզացնենք այս ամեն ինչը։ Ունենք bar chart, ու տեսեք ստեղ ֆիլտրել ենք, չէ, որ մենակ high-ը լինի, մեզ մենակ high-ն է հետաքրքրում, որտեղ դրանք են բերում եկամտաբերություն ավելի, եթե խորանանք նրանց մեջ, այս բանին հակ չեմ համարում։ Ու տեսնում ենք արդեն ըստ փուլերի product page-ից cart, landing page-ից product page, եւ այլն, ամենաբարդ մասը, իհարկե մենք գիտենք մեր ցավոտ տեղը արդեն ըստ մեր վերլուծության նախկինում արդեն տեսանք cart checkout փուլն է։ Նույնիսկ ունենք բացասական արժեքներ, հետաքրքիր է։ Ուրեմն, ինչ են գրում այստեղ։ Կրճատ գրենք EN, տեսնում ենք, որ 100% drop-off ունի։ Եկեք մատ հասկանանք այս նեգատիվ drop-off-ները ինչ են, տեսնում եք ստեղ -50 կա, cart checkout-ում, -50, -7.7, ես ChatGPT-ին հարցրեցի, թե ինչ են նշանակում նեգատիվ drop-off-ները, ասում է, հիմնականում մի քանի բան նշանակում, որ այս funnel-ի կեսից դուրս են եկել նորից են մտել, cart-ը նորմալ չի անցել, կամ են, որ նշում ենք, հիշում եք, որ ասենք բլոգերի մոտից ա եղել ուղիղ լինքով, կարող է տենց quick buy լինքով ա եղել։ Այս ամեն ինչը պետք է ներառել մեր վերլուծության մեջ, որպեսզի կարողանանք բացատրել այս թվերը, ու ինչ ենք առաջարկում, սա անպայման նշում ենք, որտեղ այս ամեն ինչը պետք է ծառայի, չէ, ինչ որ նպատակի, մենակ թվերը ցուցադրելով չի։ Ուրեմն առաջարկում ենք, միգուցե Google Analytica-ում կա sense բան, stitching կոչվում է, միգուցե այդ stitching-ի հետ ինչ-որ բան են չի, check GA stitching sessions, GA Google Analytica-ն է, վերանայել cart pages, sense։ Եկեք այս ամեն ինչը հիմա անենք ըստ երկրի, թերևս սա կլինի մեր վերջին վիզուալիզացիան ու վերլուծությունը այս պրոյեկտի։ Ուրեմն ես նույնպես երկրներն ֆիլտրեցի, ոնց որ browser-ը ֆիլտրեցինք 20-ով, չէ, այս landing page-ի, ես սա նույնպես ֆիլտրեցի ուղղակի 50-ից բարձրով, որպեսզի մեծ երկրների տվյալները նայենք։ Ուրեմն ինչ ենք տեսնում այստեղ։ Տեսնում ենք, որ Գերմանիան ունի բավականին մեծ drop-off rate, թերևս ամենաբարձրն է, որտեղ ըստ drop-off rate-ի նվազման ենք դասավորել։ Գերմանիան, Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան բավականին բարձր drop-off rate-եր ունեն, սա միգուցե լոկալ խնդիրներ են, որ պրոդուկտի անտեպստացություն չկա կամ պետք է ինչ-որ ավելի targeted
մարքեթինգ անել, թիրախավորված մարքեթինգ։ Եկեք այս ամեն ինչը նույնպես գրի առնենք, որպեսզի հետո օգտագործենք մեր PDF ֆայլում։ United Kingdom-ը 84.4%։ Եկեք այժմ վիզուալիզացնենք։ Country drop-offs-ից top 10-ը կարելի է վերցնել, եկեք մենք ֆիլտրենք, sort values, by-ը հավասար է drop-off, հասնվազնին, սա default-ով true է, դրա մենք նշում false, և top 10-ը, head 10։ Տեսեք ինք ինչ է վերադարձնում, իսկ մենք ուզում ենք սա վիզուալիզացնել, եկեք սա նայում դնենք top 10 country drop-offs։ Եկեք վերնագրենք drop-off points by countries։ Այսքանը, հիմա ամենակարևոր մասն ենք հասել, պետք է այս ամեն ինչը սիրուն տեքստային ֆորմատով ներկայացնենք, դնենք մեր CV-ի մեջ այս ֆայլին գցած, որպեսզի ընթերցողին հարմար լինի, որովհետև ոչ բոլորն են բացում ու կոդ կարդում ու պարտավորել չեն, հատկապես այն մարդկանց, ում դուք report եք անելու, իրանք կոդ չեն կարդում։ Եկեք ստեղծենք doc file։ Ուրեմն title ենք դնում, analytics, funnel analysis։ Ես ամ մակետ կսարքեմ, բայց շատ չեմ խորանա, ցույց կտամ ձեզ պատրաստի ինչ էի սարքել։ Տեսեք, խորհուրդ կտամ դնել ենթավերնագրեր, project օրինակ, overview, որտեղ խոսում ենք, թե այս պրոյեկտը ինչի մասին է, գրում ենք this project, project is based on Google Analytics sample data from BigQuery, այս մասին է կասեմ, ու is public database set Google sample set, այս վերնագրիրն է ասենք dataset-ի, ու նկարագրում ենք ինչի մասին է։ Մենակ իջնում ենք, էլի ենք դնում ինչ-որ վերնագիր, իջնում ենք, չէ ինչ արեցինք, defining funnel stats, հետո ինչ արեցինք, funnel performance by device type, հետո դրեցինք drop-off points by device type, հետո իջնում ենք արեցինք by browser, ու վերջում արեցինք by country։ Այսպես ստրուկտուրա ենք տալիս մեր PDF-ին, հետո արդեն արանքները լցնում ենք և տեքստերով, և մեր, մենակ հիշում եք, ստեղ ինչ էինք արել, ընդհանրենք այս top drop-off points by browser։ Վերցնում ենք սա, այս տեքստը, վերցնում ենք օրինակ այս տեքստը, տանում ենք մեր այս բաժին, սենց դնում ենք, ու իրավերում դնում ենք նկարը քաշում ենք այսպես, այս download plot as PNG-ը սրվում եք, ինքը ձեր մոտ քաշում է, ու արդեն կարող եք ավելացնել, new plot, շատ սիրուն տեսք ունի, ցույց տալիս մեր chart-ը ու ինչեր ենք մենք գտել այս chart-ից, ինչ ենք առաջարկում։ Ու սենց մնացած բոլոր քայլերի համար, ու եկեք ես ցույց տամ պատրաստի արդեն PDF-ը, որը կլինի GitHub repository-ում, link կդնեմ description-ում։ Ես սա սարքել եմ ChatGPT-ի օգնությամբ, որովհետև այն ամեն ինչ-որ ես գրել էի, մի քիչ ստրուկտուրայի առումով, միգուցե բիզնես լեզվի առումով, միգուցե անգլերենի առումով քիչ
գրամատիկական սխալներ, բան ChatGPT-ն բավականին օգնում է, ինչպես տեսնում եք, երբ վերլուծելիս եւ վերլուծությունը մատուցելիս, այսպիսի հետաքրքիր բան է ստացվել, տեսեք, ինչ ակուրատնի ա եղել։ Այն մեր desktop mobile tablet մասն է, funnel droppers by country, ինքը տեսեք առաջարկել նաև դրոշներ դնը, որպեսզի ավելի վիզուալ հաճելի լինի։ Այս մեր ամեն ինչն է ու ստեղ կա վերջում SQL-ի մաս, չզարմանաք որ տեսնեք, քանի որ այս տվյալները հանել եմ BigQuery-ից, ես այնտեղ աշխատացրել եմ query, որպեսզի այդ տվյալները ստանամ, թե չի ինքը տենց պատրաստի տեսքով չկար։ Եկեք ես փոխեմ այս կամերան արդեն սովորական հեռախոսի։ Ուրեմն կապված BigQuery-ի հետ ես այս տվյալները, ինչպես նշեցի, վերցրել եմ այնտեղից, հատուկ query եմ անցկացրել, որպեսզի ստանամ այն ինչ որ դուք արդեն պատրաստի կօգտագործեք կամ ինչ որ տեսակ։ Եթե ձեզ հետաքրքրում է SQL-ը ավելի շատ, նույն ինքը SQL-ը, ես կարող եմ նաև անել վիդեոներ կապված SQL-ի հետ։ Նշեք մեկնաբանություններում, եթե կցանկանաք։ Եթե հետաքրքրում է նաև ձեզ BigQuery-ին, ապա կարող եմ առանձին վիդեո նկարել, թե ինչպես օգտվել BigQuery-ից։ Նշեք մեկնաբանություններում, ես թերևս SQL-ի հետ կապված մի քանի բան կանեմ, որովհետև առանց դրա չի լինում ոչ մի վերլուծություն։ Այդպես այսօրվա համար այսքանը, հուսով եմ հավանեցիք, հուսով եմ հասկացաք ինչ էի կանում, խնդրում եմ, եթե դիտել եք մինչև վերջ, լայք սեղմեք այս վիդեոին, գրեք ձեր կարծիքը կոմենտներում, միացեք իմ ալիքին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ։